ես մի քանի հարցի անդրադառնամ, տեսեք, ես կինոյի օրը մենք նշում ենք ապրիլի 16-ին, ես ես նայեցի, որ ի վերջո ինչու ենք նշում ապրիլի 16-ին, բերեց նրան, որ Նամուս առաջին հայկական ֆիլմը ցուցադրվել է այդ օրը, բայց իրականում ցուցադրվել է ոչ թե ապրիլի 16-ին, այլ ցուցադրվել է ապրիլի 13-ին։ Դրա համար ես այդ ուղումը արեցի, հիմա եթե մեր կինոաշխարհի ընկերները դենց չգիտեմ ինչ պատճառներով դեմ են, որ ապրիլի 10-ը կավասը նա հավատեն, չեն ուզում 13-ը լինի, չգիտեմ ուրբաթ օրվա հետ համընկնում է, մենք կարող ենք իրենց հետ այս ընթացքում քննարկել, ես էական բան չեմ տեսնում, բայց եթե գնում ենք պատմական արդարության հետևից, ճիշտը 13-ն է, ապրիլի 13-ը է, հիմա ոնց որ ինչ-որ մեկի ծննդյան օրը մենք գիտենք, որ ասենք հունիսի 11-ն է, բայց չգիտեսխի որոշենք հունիսի 14-ին, բայց որևէ հիմնավորում չբերենք։ Եթե հիմնավորում կլինի ինչու է 16-ը եւ ոչ թե 13-ը, խնդիր չկա, բայց եթե ես եմ ճիշտ, եկեք այս ընթացքում ես կինոյի մեր գործիչների հետ էլ խոսեմ մեկ անգամ եւս, տեսնեմ ինչու են այդ փոփոխությունը արել։ Մնացածի հետ ես ձեր առաջարկների հետ որևէ խնդիր չկա, կարող ենք քննարկել այդ աշխատանքային օրերն էլ, այստեղ մենք կարող ենք երկար վիճել, իմ կարծիքով Հայաստանի նման երկրի համար ինչքան շատ լինի աշխատանքային ոչ աշխատանքային օրեր, այնքան տնտեսական ակտիվությունը ավելի մեծ կլինի, հաշվի առնելով հայ ժողովրդի գենետիկ կառուցվածքը, հայ ժողովրդի փողի նկատմամբ մեծագույն սերը եւ նաեւ խթանենք տեղական туриզմը։ Ձեր օրինակում, որ հիշեցիք վերջին մեծ միջոցառումը, որ եղավ Հայաստանում, այդ աշխարհի 40 թե 41 երկրի ներկայացումը, երբ որ աշխատանքային օրը համարվեց ոչ աշխատանքային, դուք կարծում եմ պետք է իմանաք, որ Հայաստանում ինչքան հյուրանոց, հյուրատուն, տնակ կար, բոլորը արդեն զբաղված էին եւ մեծ ակտիվություն եղավ բիզնեսի համար այդ տեսանկյունից։ Հայաստանը ունի խոշոր գործարաններ, չգիտեմ ես ինչ հիմնարկներ, որտեղ որ մի օր աշխատանքը չլինի, բանկային համակարգը կարող է աշխատել, ասենք մենք բանկերին կարող ենք չնեղացնել, բանկերի համար, բայց ես չեմ ուզում մտնեմ սրա մեջ, որովհետև այս թեմայի մեջ մտնելով մենք ահագին բան կկորցնենք, ես դրա համար ես թողում եմ հետագային, որովհետև ի վերջո մի օր գալու են այն մտքին, որ ճիշտը աշխատանքան, եթե օրինակ հիմա Հայաստանի հավաքականը մասնակցեր աշխարհի առաջնությանը ֆուտբոլի ու հաղթեր, բնականաբար հաջորդ օրը համարելու ենք ոչ աշխատանքային օր, ճիշտ է, բայց ինչքան անարդար կլինի, ասենք դե որ հիմա ոչ աշխատանքային է, դե գնացեք կիրակի օրը աշխատել, այդպես չի լինում, աշխարհում էլ այդպես չի լինում, մեծ ուրախություն է, հետո այդ ուրախությունը անդրադառնում է լավ աշխատանքի վրա, ակտիվության վրա, նաև ծնելիության աճի վրա, ու տենց մարդիկ հաշված է, հաշված է, բոլորը հաշված է, այո, այդ Բրազիլիայում էլ էին հաշվում մի ժամանակ, որ եթե այդ թիմը այդ տարի աշխարհի չեմպիոն է դառնում, ծնելիությունը 20-ից 25%-ով աճում էր հաջորդող 9-րդ ամսվա ընթացքում։ Կօգնի, ես անդադ ուզում եմ այդ մասին ասել, ընդհանուր առմամբ ես այդ առաջարկների բան, ասենք շատ ուրախ եմ, որ Նավասարդը համաձայնեք ընդգրկենք, մնացածը շատ արագ քննարկենք եւ կունենանք նորմալ բան, այդ ինչա տոնացույց արդեն, երբ որ մեր մոտ որ ուսանողներին էլ հարցնես, մեր քաղաքը ասես ինչ տոներ ունենք, չգիտեմ, որտեղ այնքան խառնագրած, հիմա պարզ կարա մտնեն, տեսնեն, որ այնքան տոն ունենք, Սուրբ Էջմիածի տոներ ունենք, այս բանա էլի, դրա համար ես այսքանով սահմանափակեմ եւ ես ավարտեցի